Հովհաննես Շիրազի որոշ բանաստեղծություններ տպագրվել են նրա մահից հետո, քանի որ պարզապես ցենզուրան թույլ չէր տալիս, բայց շատ հետաքրքիր է, որ 60-70-ական թվականներին, երբ այդ բանաստեղծություններից որոշները հայտնաբերում էին որևէ մեկի մոտ, դատապարտում էին։ Ճիշտ է, հնարավոր է փոքր ժամկետով 1-2 տարի, բայց այնուամենայնիվ դատապարտում էին։ Թեև գիտեին նաև բանաստեղծության հեղինակը ով է, իսկ ինչու չէին դատապարտում Շիրազին, Շիրազը պարզապես մեծություն էր, կլիներ բավականին մեծ սկանդալ, այն էլ Սփյուռքում։ Հետաքրքիր է, որ կար նաև հակառակ մի գործընթաց։ Կային մարդիկ, որոնք գրում էին հայրենասիրական կամ հակասովետական բանաստեղծություններ, վախենում էին տակը մակագրել գրել իրենց անունը և գրում էին Հովհաննես Շիրազ, բայց դիպուկ աչքը անմիջապես կարող էր հայտնաբերել, որ հեղինակը Շիրազը չի։ 70-ական թվականներին Երևանում մի բանաստեղծություն էր պտտվում, բավականին մեծ, համարյա պոեմ, որը նվիրված էր 1965 թվականի Երևանում Եղեռնի 51-ին նվիրված մեծ ցույցին։ Բավականին հետաքրքիր բանաստեղծություն էր և մակագրված էր Հովհաննես Շիրազ։ Եվ միայն 90-ական թվականներին հայտնվեց մի մարդ, որն ասաց, որ այդ բանաստեղծության հեղինակը ինքն է, պարզապես այն ժամանակ վախեցել է բանաստեղծության տակ իր անունը գրել։ Եղել է նաև համաշխարհային գրականության մեջ նման բան։ Երբ համացանցը դեռ նոր էր և Գաբրիել Գարսիա Մարկեսը դեռ ողջ էր, համացանցում պտտվեց մի բանաստեղծություն, որը մակագրված էր Գաբրիել Գարսիա Մարկես։ Երբ Մարկեսին հարցրել էին. «Դուք եք այդ բանաստեղծության հեղինակը», Մարկեսը ժպտացել ասել էր. «Միթե կարծում եք, որ ես այդպիսի թույլ գործ կարող եք գրեի»։